2025 թվականին Նինոց-Մինդայի մունիցիպալիտետում իրականացվեցին բազմաթիվ ենթակառուցվածքային ծրագրեր, որոնց արդյունքը ակնհայտ է։ Կառուցվեցին մարզասրահներ, մարզադաշտեր, ասֆալտապատվեցին ճանապարհներ, տեղադրվեցին մանկական ատրակցիոններ, կառուցվեցին պուրակներ։ Մեծ ուշադրություն դարձվեց նաև կրթական հաստատությունների վրա։ Մանրամասները ներկայացրեց ավականու նախագահ Վահան Արոյանը։ Մենք 2025 թվականը կարող եմ ասել, որ բավականին լավ տարի ենք ունեցել մեր բնակչության կողմից բոլոր առաջարկությունների մեծամասնությունը ներառված է եղել բյուջեի մեջ, աշխատանքները կատարվել են բավականին լավ, ասեմ, որ բոլոր գյուղեր տանող ճանապարհները ասֆալտապատված են, մնացել է միայն մեր նոր խուրգումո գյուղ տանող ճանապարհը, Տամբովկա գյուղ տանող ճանապարհը, որը մենք ամեն տարի ահագին գումարի հետ կապված անցած տարի ենք սկսել եւ ամեն տարի կտանենք մինչեւ ավարտին, հույսով եմ մոտ տարիներում կավարտենք, իսկ հաջորդը գյուղամիջյան ճանապարհները փորձում ենք մաքսիմալ հնարավորությունից ելնելով հիմնական պրիորիտետները մենք դնում ենք ուսումը, նախադպրոցական ուսումնական հաստատություններ, որի բյուջեն արդեն 3.330.000 ենք հասցրել, սոցիալական խավին ապահովելն է, իսկ մնացածը կենցաղային պայմաններ ստեղծել, որը ավելի լավ կլինի եւ մենք ամեն կերպ փորձում ենք, որ բնակչության կողմից առաջարկած առաջարկությունները եւ ասեմ, որ այսօրվա բյուջեի մեջ մենք բոլոր գյուղերը չունենք ներառած, բայց կարող եմ վստահաբար ասել, որ մենք հունվար-փետրվար ամիսների բյուջեի փոփոխություններ կունենանք այն գյուղերը, որոնք չեն ներառված բյուջեի մեջ, նախագծերի պատճառով կամ եւ այլն կունենանք անպայման հունվար-փետրվար ամիսներին, որ ոչ մի գյուղ չմնա կողքի, որ մեր նպատակն այն է, որ բոլոր բնակիչները, բոլոր գյուղացիները մեր մունիցիպալ բյուջեից օգտվեն եւ իրենց առաջարկությունները մենք իրականություն դարձնենք, իհարկե հնարավորության չափով։ Բնակչության հետ եղան հանդիպումներ, քաղաքի վերադասը լսեց նրանց ցանկություններն ու հուզող հարցերը։ Արդյունքում հնարավորինս իրականացվեցին նաև նրանց ցանկությունները։ Մոտակա 26 թվականի բյուջեի մեջ նույնպես ենթակառույցներն են առաջի տեղը գրավում եւ ոչ թե միայն քաղաքում, այլ ամբողջ մունիցիպալիտետի տարածքում, գյուղերում հիմնական ուշադրությունը դարձնում ենք ճանապարհային ենթակառույցներին, սպորտային ենթակառույցներին, որը մեծ հետաքրքրություն է պատճառում մեր երիտասարդներին, ինչու՞ չէ տարեցների համար էլ սպորտային ենթակառույցը նախատեսնում է ինչպես սպորտային մարզադահլիճներ, նման ենթակառույց տեղադրված են ոչ թե միայն քաղաքի երկու վայրերում, նաև արդեն գյուղերում է շարունակվում այս տենդենցիան, եթե հետևել եք, եւ ամենակարևորը մարզադահլիճները, որոնց հիմնականում կառուցվել են, որոնք մեր երիտասարդների խնդրանքով, որպեսզի ունենան համապատասխան վայրեր, տեղեր առողջ ապրելակերպի համար։ Շարունակվում են մեր աշխատանքները, ինչու՞ չէ, ուշադրություն ենք դարձնում նաև ռեկրեատիվ զոնաներին, այսինքն կանաչապատման աշխատանքներին, մեր քաղաքը գեղեցկացնելու համար, մեր կյանքը ավելի հետաքրքիր եւ գեղեցիկ դարձնելու համար, իհարկե նաև կան կարևոր կետեր, որոնք որ պետք են ոչ թե միայն էսթետիկական կյանքի համար, այլ նաև կյանքի սոցիալ-էկոնոմիկական զարգացման համար։ Բոլորի շնորհավորում եմ, ունենք ենթակառույցներ, բոլորս պետք է պահենք, պահպանենք այս ենթակառույցները, ոչ թե միայն ունենալու մեջ լինի, այլ նաև պահելու, պաշտպանելու, որպեսզի չփչացնենք, որպեսզի մեր անփույթությունը չփչացնի եւ շարքից չհանի նման ենթակառույցները։ 2026 թվականը եւս հագեցած է բազմաթիվ ծրագրերով, որոնք հուսով ենք մինչ տարվա վերջ կհասցվեն ավարտին, ու մենք կունենանք բարեկարգ ու հարմարավետ քաղաք։